Ողջույն սիրելիներս, ինչպես եք, ես լավ եմ եւ իհարկե ինչպես միշտ ու միշտ, հա, ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում, հուսամ որ դուք նույնպես լավ եք եւ սկսեմ իմ հերթական վլոգս։ Այսօր խոստացված տեղ ունեմ, գնում եմ, մի քիչ հավաքվել եմ, պատրաստվել եմ, դուրս եմ եկել, շատ ուշանում եմ հրատապեմ, ինչպես միշտ ես ուշանում եմ, բայց այս տարի շատ տեղերից չեմ ուշացել, կամ չեմ գնացել, կամ չեմ ուշացել։ Բոլորիդ լավ խաղաղ գեղեցիկ օր եմ աղթում ու այսօր հայեցի օր է լինելու, գնում եմ մի հետաքրքիր տեղ, ձեզ հետ կկիսվեմ ամեն ինչու, իմ օրը ձեզ հետ կլինի առավոտյան ժամը, այսինքն արդեն են ահա կեսօրը 10:30-ը, պետքա 11-ին լինեմ այնտեղ, որտեղ պայմանավորվել եմ, բայց ես դեռ նոր եմ տնից դուրս գալիս, ոչինչ, խոստացել են, որ ինձ կսպասեն։ Բոլորիդ լավ օր եմ աղթում ու շարունակում մեր գեղեցիկ այս պայծառ արևոտ օրը վայելեք։ Այսօր կլինենք հայկական եկեղեցում եւ իհարկե հանդիպում ունեմ Քրիստինեի հետ։ Գնում ենք։ Ասեմ Քրիստինես հետևորդուհիս է, բայց դուք բոլորդ արդեն ճանաչում եք իրան։ Կադրերից պարզեն արդեն, որ ճանապարհվել եմ։ Էլեկտրիչկայով գնում եմ դեպի Մոսկվա, ինչպես միշտ մետրոյում Բերեխոդ ենք անում, գնում ենք Մոսկվայի ցենտրը, մեր գեղեցիկ եկեղեցին գտնվում է մետրո Մարինա Ռոշայում, հա։ Գնում ենք մինչև Մարինա Ռոշա ու այնտեղ պետք է հանդիպենք մետրոյի ներսում։ Շարունակեմ, գնանք գեղեցիկ տեսարաններ, գեղեցիկ եղանակ, գեղեցիկ տրամադրությունը ստեն շատ լավը չէր, բայց վերջերս շատ տխուր լինում, չգիտեմ ինչի, մի տեսակ գերհոգնածություն եմ զգում, բայց փոխվեց բավականին տրամադրվածությունս, որոշեցի, որ ամեն դեպքում դուրս գամ տնից, քանի որ խոստացել էի եւ իհարկե որ Քրիստինեն պետք է գնար Հայաստան, բոլորդ գիտեք, որ շուտով իրեն հարսանիքն է լինելու, գնացի համ հրաժեշտ տալու, համ բարի բախտ մաղթելու, համ էլ իմ հարսանեկան նվերը իրեն փոխանցելու համար։ Ամեն ինչ ընթացքում կտեսնեք, ցանկությունս մեծ էր տեսնելու, հրաժեշտ տալու եւ ուրախությունը հետս ուզում էր կիսել, իհարկե որ ուրախությունը հետս կիսելու։ Ահա տիրապերես մեծասոր, կարող, անիմանալի, անհավս, անպատում, նա իր խճություն, այսօր տասվահեց ու կողքողադին հրաչակների, որոնց այգելով շուրջերից բոլոր, սուտ աստվածացնիք բարեխշության ու խնդրանքներ։ Սա էլ մեր շքեղ ու գեղեցիկ հայկական եկեղեցին է Մոսկվայի կենտրոնում, մետրո Մարինա Ռոշա ներսում հիգիենիկ աշխատանքներ էին տարվում, պատերն էին լվանում այսպես մեծ սարքերի միջոցով, բայց ամեն դեպքում լավ էր, հնարավորություն կար, մտանք կողքերից, այսպես տեղ կար, ազատ մտանք, մոմ վառեցին կոնե, առանձին մի հատ մոմ ամբողջ իմ հետևորդներիս, իմ YouTube-ի լավագույն կանալի անդամների համար ժողովրդան աղոթում եմ բոլորիս համար։ Քրիստինեն նկարահանել, իրեն ձեռքով եմ, որ ասում եմ մատուցել է ինձ, ես եմ իհարկե խնդրել, որ ինձ նկարահանի, մի խոսքով եկեղեցում բավականին ժամանակ անցկացրեցինք, մոմեր վառեցինք, առանձին 10 հատ մոմ եմ վառել, դա էլ հատուկ ձեր համար էր այդ մի հատ մոմը։ Ինչ ասեմ բոլոր հարազատներիս, բոլոր իմ համար սիրելի մարդկանց, թանկ մարդկանց, ում որ ես գնահատում եմ բոլորի համար մոմ եմ վառել։ Թող Աստված օրհնի բոլորիս։ Ու կատարի միայն լավն ու բարին, չարը թող մնա հետևում, չարիքներն ու չարագործություններն էլ առավել եւս
Աստծո դատաստանը ամենաուժեղն է ու ամենան է, ես այդպես եմ կարծում։ Մոտիկացնում է կադրս։ Եվանակներ շոտ ընտիր, ես վобще այս են որ երկնքի ձերևում է, երկինքն ու բանը իրար հետ։ Սա հեռախոսս կնստի։ Հեռախոսս կնստի հեսա։ Թանգարանը կուզեմ, բայց սովածել ենք։ Որոշեցինք նաև մտնել եկեղեցուն կից տարածքում գտնվող թանգարանը, որը կոչվում է Նոյան տապան։ Այստեղ առաջին անգամ եմ Քրիստինեն ասեց, որ այստեղ ինքը գիդ է աշխատել, տենց շարունակեցինք, որոշեցինք ամեն դեպքում մտնենք։ Եկեղեցի հաճախակի եմ եկել, բայց թանգարանը չեմ մտել։ Ես այս աշճաններին սովորեմ։ Ինչպես տեսակ, ներսում հենց սկզբից, որ այս 3D տեսարանով էկրանի վրա ցույց է տալիս Էջմիածնի եկեղեցին, հա, 3D մոդելը, տեսեք ինչ գեղեցիկ է։ Չենք կարող այս կադրերը չորսալ։ Թանգարանի պատերը ամենուր հիշեցնում են մեր հայի վիշտը, մեր հայի ուրախությունը, հայի կրոնը, քրիստոնեությունը, հայի ունեցած եւ կորցրած տարածքները։ Գիտեք, որ ավելորդ բառեր չեմ ուզում ասեմ, միայն նրա համար, որ YouTube-ը կարող է բլոկել եւ իհարկե հայկական տառերը չէինք կարող մոռանալ, արվեստը ու այդպես շարունակում եմ, տեսնեք ինչեր կան այստեղ պահպանված, ինչեր կան այստեղ ցուցադրված, իհարկե որ մեր հայկական խաչքարերը նվիրված տարբեր առիթների, հիմնականում իհարկե որ տխուր առիթների, դե պարզ է արդեն, ինչև է շարունակենք մեր տեսանյութը, անցնենք առաջ, գնանք տեսնենք էլ ինչ կա, արդեն է դուրս գալիս թանգարանը, շատ գեղեցիկ եւ շատ ճաշակով է կահավորված, այստեղ մեր հայտնի մարդկանց նկարներ են կախված, ամբողջ նկարները Մասլայովա նկարած, Յովա, չգիտեմ ոնց է կոչվում հայերեն այդ ներկերը, բայց կարծինա Մասլա, տենց են ասում։ Այսի Շուշիի եկեղեցին է փոստորեն, մակետնա եկեղեցու։ Հայաստանի քարտեզն է արած։ Այդպես գրած է, թե ով է Դարիսար, Վազգենաշեն, Վարդաձոր, Ուսապար, չէ, էսի բանը չի, էսի ուր է Տավուշը, էսի Ղարաբաղի քարտեզն է, էսի Հայաստանինը չի, Ղարաբաղն է, սենց սարկած, վերևից ավելի սիրուն կլներ, որ նկարեինք,
Մի խոսքով գնացի վերևից նկարեմ հաշվասի։ Այսպես ստեղից։ Այսպես։ Այս որ նոր կառուցում են էդի, ա։ Սե Հիսուսի պատկերված արձանը կերպարով այստեղ այսպես շատ նկարներ։ Ոչ մի անգամ ես չեմ մտել այս բանը։ Թանգարանը, որն է։ Որան գրած չես, ոնց է։ Հայկական տառերով։ Եկա նկարեմ տենամ ես որ տենա։ Սա յուղաներկով էր նկարած։ Էսի։ Մի խոսքով այսպես ամեն կադրի առաջ չենք կարողանում կանգնենք բոլորը նկարենք, պատկերված են, ինչ են։ Գնացինք մեր ամենակարևորը նկարենք մեր Արարատ լեռը։ Ինչքան հասկացա, Քրիստոս թանգարանին շատ լավ ծանոթ է, բոլոր ծակուցուկերը բացատրեց, որտեղ ինչ կա, Սևանա լիճն է այստեղ պատկերված, շատ գեղեցիկ նկարահանված, այստեղ ծովանկար Վարդան Մախոխյան։ Ուրա Մարտիրոս Սարյան Ова? Портрет девушки белый мрамор называется. Որը? Այս կոմիտասն է։ Այսել է կոմիտասը։ Այսել է կոմիտասի արձան որպես, թեում աշխատանքն է, բրոնզից է սարքած։ Գեղեցիկ նկար։ Ով որ հայերեն չի հասկանում։ Նկարներով ցույց է տալի, այս կողմը գրում է ռուսերենով։ Որը հայերենով, որ ռուսերենով։ Ցույց է տալի պատմությունը ոնց է որ հայերեն չես հասկանում։ Հասկացանք, էսի ինչ է։ Ռամանական դրասոթիա Գիդս այսօրվա շատ լավն է։ Քրիստը ինչքան հասկացա, ոչինչ որ ասեմ ստե, ինչքան հասկացա աշխատել է ժամանակին այստեղ որպես գիդ։ Հիմա այսօր իմ գիդն է։ Բժերը, թրերը,
Աչմիասնի եկեղեցու նկարն է ուղղակի, այնտեղ մուտքի մոտ տեսակ արդեն վերանորոգվածը 3D ֆորմատով, հեսա գնանք էլի ցույց կտամ։ Հին խաչքարա վերանորոգած է, դելա սովասարք է։ Алмаз Տարմազյանը 2017 թվին պրոստը վերանորոգել է Շարաթի խաչքարը։ Շարաթի խաչքարա։ Դալշե գնացինք։ Էջմիածինն է էսի։ Որտեղի։ Մենք նոր կոմիտել ենք այդ եկեղեցի։ Էս հենց էստեղի եկեղեցու մակետն է։ Ինչ սիրուն է սարքած մակետը։ Այս որ ես եկեղեցում ենք, հենց այս եկեղեցու մակետն է իրոք սարքած։ Դպրոցն է, հա։ Թանգարանի մուտքն էլ հեսա սարքած, սպասի նկարեմ, ու մենք նայեք, էս է գտնվում, էսի թանգարանի մուտքն է, եւ մենք հիմա գտնվում ենք հենց այս թանգարանում։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Այս վերանորոգել են փաստորեն, սա եղել է հին եկեղեցի 1900 թվականից։ Ժամանակաշրջաններ։ Всё, լավ։ Ապրես։ Չեք բացի։ Այ էսի եկեղեցու դրոշն է։ Գույնն էլ ֆիալետովի, ինչպես միշտ մեր գույնը մեր հետ է։ Էսի դե բարձա Հայաստանինն է, էս էլ որ պետությունում գտնվում ենք Իրանն է։ Հին երաժշտական ինստրումենտները նայեք։ Անցանք Սայատնովայի քյամանչենա, նայեք ժողովուրդ ջան, ես չգիտեի, որ այսքան լավ բաներ կա այստեղ պահպանված այս թանգարանը։ Կարգն է, կարգը կոչվում, Գյումրիի հին ժամանակվա ոնց հնում եղել է կարգերն է։ Տրանսպորտն է սա եղել էլի, տեղաշարժման միակ հնարավորություն է դա եղել։ Սրանք ինչ-որ բաներ են, հայոց չգիտեմ ինչա գրած, ամենայն հայոց չգիտեմ ինչ, ես էլ ահանություններ, հայկական պատմությանը վերաբերվող, այստեղ ես ներքևում պամետная медаль ко дню Святого Мира Священного Мира. Всё, հա? Դիովա։ Ովքեր են ասում ես ես հակուստն է, աթոռը, այս հին կնոքների բաներն է։ Реликвия спаси в форме сердца. Պաստենյակի սումն է, ռելիկվիա ֆորմի սերցը, անգլերեն հայերեն չկա, անհայտ սրբերի, մասունքների թուփ։ Որանի ճանաչած խաչն 1853 Ինչա թափ? Մերոնաթափ աղավնի, մերոնը գիտես ինչն է, մերոնաթափ, մերոնը թափող կամ մերոնաթափ։ 1951 թվին է ստեղծվել։ Գնացինք մյուս արտիվին է նկարինք, այստեղից դուրս եկանք, այսքան եմ ասես։ Այստեղ կա աստվածաշնչի տարբեր տեսակներ, տարբեր գրքեր,
այստեղ տարբեր ժամանակաշրջանի եկեղեցական գրքեր, հագուստներ, նկարներ, կաթողիկոսների նկարներն ամբողջությամբ, հերթականությամբ, այսի ինչ գիրք է այստեղ պահպանված, սպասեք կարդանք, Լիբերատու Շահինյան, Կնյազ Վարդգեսի։ Սասուդ для мира. Это из Виде города. Сабриня, Архикопос Епрас։ Գնացինք ժողովուրդ ջան, ինչ նկարեցինք հերիքեր, մոտավորապես հասկացանք, պատկերացրեցինք, էս էլ է հետաքրքիր աշխատանք։ Էս, որը, էս, հիմա աշխատում է, Խաչքարն էլ բերվել է Հայաստանից 2017 թվին, եկեղեցու թանգարանին, հա, եկեղեցունքից այս թանգարանին Հայաստանից նվիրատվություն արվել։ Տակնվել Հայաստանի Հանրապետության կողմից դար at Ռեսպուբլիկե Արմենիա 2017 թվականին։ Այսօր այսքանը սիրելիները Դեսու Քրիստոսն ավարտեցին մեր էքսկուրսիան, գնացինք Ռուսնան, Սովոտ Յադումեկլան հացուների։ Գնացինք, կարծած ենք մնան հացուների։ Համապետին բոլորի համար ոմարեցինք, թողնելով նպատակները, մեր նպատակները բոլորինը սիրականանա, կարծած եմ սիրել պատրեստանքերով։ Իսկյանապես որ եկել ես, որպես որ նկարում եմ աստապարում, կարծած եմ բան։ Այսօր բարի, օգնական։ Այստեղ է շատ հետաքրքիր բաներ կա։ Այնտեղ ինչ է, ուսուցանման տեղեր այելի չէ։ Ես խաչքարը չեմ հիշում, բայց Էմի խաչքարը։ Էմի Իսկ շենքը ինքատի։ Էմի այս շենքերը սաղդաց առաքելական դասանքների Հա, տեքտերները հենց ահա, եկեղեցին մտել ենք, մոմ ենք վառել, դուրս ենք եկել։ Չէ, դու երևում ես, բայց երեսը չուշ չեմ տան, հենց հետևից երևացի։ Որ մեկը։ այս խաչքարն էլ է շատ։ Որտես խաչքար տենում, ես չեմ տենում։ Հա, այս զույգը որ սան սարքած է։ Էսի ինչ առիթով է սարքած։ Ուրա բա բուլբուլակներում ջուր չկախմենք։ Այս բանը ռադիկ։ Շատ սիրա։ Ահա, անջատած։ Այս կողմից է։ Եղանակն իմ սիրուն է, չէ, երկինքը կապույտ ու եկեղեցի ֆոնի վրա, ինչ սիրուն շքեղություն է, չէ, տալիս էլ նայ կադրի մեջ։ Ու այս բոլորը սա եկեղեցական դասընթացների Այս ծառը։ Գնում ենք հայկական խանութ նաև, հա, ասա։ Հա, հասկացա։ Ապրես գիտ ջան, այսօր Քրիստինեն հիշեց, թե ոնց է այստեղ աշխատել, այսի մեծնա այնի բուջուրնա, ահա, այսի սրամագետները, որ նկարեցի, մենք էլ այն թանգարանն էինք վտել, հեսա մուտքը այստեղ սուստա, հենա, այնա մուտքը վտել էինք թանգարան, որտեղի մագետը, որ ես ձեզ սուս տվեցի նոր։ Սիրուն ձևավորած խոչքարերով Գնացինք այնտեղ հայկական խանութներն է գրանք հետ լիժբը ֆիալետը վլինը մի տարի գետել էի ուզում չփորձեցի ֆիալետը, ինչ արժեն? Հարաշո? Չէ, իսը ռոզովին է, սիրուն է, բայց ֆիալետը կտակ ինձ Սել մեր եկեղեցու կողքի մետրո Ռոշինա, Մարիա Ռոշին, ով սախարն է իրար, լավ,
Այն 3 հատ սիրուն շենքը, ոյզ եկեղեցին։ Ռայկին պլազա, գնում ենք Ռայկին պլազա նստենք հաց ուտենք։ Կավեին շենքն է։ Ովքեր գիտեն, չգիտեն։ Ու այս փողոց գնացին։ Էսպես, քաղաքի մի փողոցը մի քիչ նկարենք։ Կանաչ լույսը վառել է, սվետաֆորը կարմրեց վազինք։ Գնացին, այս մյուսն էլ միած հա։ Երբ ձեռա տալիս ես մեծ եմ։ Մտանք ես ռեստորան, գնանք բույկի մոտեկը նկարվենք եսա, գնացինք ժողովուրդ ջան, եսա, անցանք։ Արի Քրիստ, քանի մարդ չկա գնացինք ջան։ Անօրինական չի հեսա բեշեխոդի մոտ ենք։ Մենք շատ օրինավոր մարդիկ ենք գնա տենց։ Իրանք տենանք բույկ։ Այստեղ ուզեցի բնական ձայնը թողնեմ, բայց քանի որ ռեստորանում օտար երաժշտություն կա, ինչպես միշտ արգելք է հանդիսանում, ինչ ասեմ, նստել ենք մի կտոր հաց ուտենք, իմ կողմից հյուրասիրություն ու հիմա շուտով ցույց կտամ իմ նվերը, իհարկե որ բոլորին հետաքրքիր է, քանի որ Քրիստը չէր ուզում նկարահանվել, միայն ձեռքը ցույց տվեց, որ ես այստեղ եմ, բարևներ բոլորի տարեց, այդպես։ Շատ աշխուժ հավեսով զրուցեցինք, այստեղ արդեն զգեստափոխվել եմ ահավոր շոկեր ու ահա նվերը, ինչ եմ նվիրել Քրիստինեիս, տեսեք։ Քանի որ նոր ընտանիք է կազմում, որոշեցի, որ շուտով բալիկներ կունենա եւ իհարկե ինքն էլ ասեց, որ ունի մեծ աստվածաշունչը եւ ես որոշեցի, որ մանկական աստվածաշունչ պետք է նվիրեմ իրեն, որ շուտով բալիկներ կունենա ու ամեն օր մի պատմություն կկարդա, մի էջը կկարդա իրեն բալիկների համար, դա էլ իմ ուղակի գործած սրտիկներն էին, որոնք ես խոստացել էի նվիրել իրեն իր հարսանիքի առիթով։ Դե ինչ, այսքանով ավարտվեց մեր հանդիպումը, էլի մետրո ենք նստում միասին, հետ ենք գնում, այստեղ Աստան կինոյի շենքն է երևում մետրոյի դիմացից, մետրո Մարինա Ռոշյան, նորից եմ հիշեցնում, Քրիստինեին ասենք բարի բախտ, շնորհավոր, բարի թռիչք իրեն, դեռ պետք է գնա Հայաստան եւ իհարկե թող բոլոր նպատակները իրականանան ու բոլոր հայ ընտանիքներում, ովքեր ուզում են նոր ընտանիքներ կազմեն, բազմիցս անգամ իրենց ցանկությունները, երազանքներն ու երջանկությունները բազմապատկվեն, Աստված օրհնի բոլորիս ընտանիքները։ Այսքանով ավարտեմ իմ հերթական վլոգը, ինձ թվում է բոլորիդ հետաքրքիր կլիներ, կխնդրեի մեկնաբանել, լայքել, եթե դժվար չէ, անպայման գրանցվեք, ովքեր գրանցված չեն, շատ շատերը երբեմն նայում են, բայց չեն գրանցվել, ձևը չգիտեն, եթե դժվար չէ, սեղմեք զանգակոճակին, իսկ մենք մետրո նստեցինք, ճանապարհվում ենք դեպի տուն, մետրոյում էլ մինչ մեր բաժանման կետը մի քիչ կզրուցենք ես ու Քրիստինեն, ինչպես տեսնում եք, Քրիստինեն իմ համար նվերներ էր բերել, ես էլ իրեն նվերներով ճանապարհեցի, այդպես մեկս մյուսի հետ սիրալիր զրուցելով հավեսով գնացինք տուն, օրը այդպես ավարտվեց եւ վլոգս էլ նույնպես, բոլորիդ բարի բախտ եմ մաղթում, ուրախ տրամադրություն, առողջություն եւ իհարկե որ խաղաղություն, սիրելիներս, գրանցվեք իմ էջին, նշեք ձեզ հետաքրքրող թեմաները, անպայման այդ թեմաներով ես կաշխատեմ վլոգներ նկարահանել, օգնեք էջին առաջ գնալու համար, եթե դժվար չէ, դիտեք վլոգները մինչև վերջ, շնորհակալ եմ սիրելիներս, մի անգամ եւս շնորհակալ եմ, որ դուք կաք եւ իհարկե հանդիպումը Քրիստինեի հետ իմ ալիքիս, ինչպես ասում են, մենաշնորհներ, քանի որ ալիքիս օգնությամբ ծանոթացել եմ ձեր բոլորիդ հետ, առայժմ սիրելիներս։